Սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթվա վերջին օրն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր երկու հանդիպում ենք միասին դիտելու Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրից։ Հիմա տեսնում ենք սովորաբար առաջին խաղն է մեկնարկելու Ռեալ Մադրիդն ընդդեմ Նապոլիին և մրցավարի սուլիչը լսվեց, խաղը մեկնարկեց Նապոլի դաշտի կենտրոնից և հիմա անցնենք հետացուցակների Ռեալի դարպասում այսօր մեկ Սիրյանը Արիո Տարեկ Կարապետյան համար 12 Սամվել Արաքելյան համար 17 Սարգիս Հարությունյան համար 22 Ալբերտ Նազարյան, համար 27 Նարեկ Դոլյան, համար 73 Գող Մանուչարյան, համար 47 Սամվել Ստեփանյան և համար 99 Աշոտ Համբարձումյան։ Նապոլիի դարպասում է համար 1 Թաթուլի Էրգոյանը, համար 2 Կարո Պողոսյան, համար 3 Հովիկ Զեյնալվանդյան, համար 9 Արման Հակոբյան, համար 10 Շակ Արաքելյան, 11 Մեգա Պողոսյան, 9 պայքարում են Ռեալի դեմ, տեսնենք այսօր հաջողության կհասնի և իր առաջին միավորը հաստակի Եվրոպայի փուլում Եվրոպա լիգայի Ռեալն է իր առաջին գրոհը կազմակերպել, սակայն շուտները լավ գործեցին Նապոլիին։
Պետրոսյան, լավ նկատեց Պետրոսյանին, փոխեց Պետրոսյանը գրող եզրը, Արաբյան, Պետրոսյանը ողսած կնդակը, վերջով, լալում Յանավի ողսեց, ենտրոնում, Գավոր է և չինարված է սկավի Շակ Առաքելյանը արվածեց Թանյան կատպեց Պողոսյանին զարքեզրում, սակայն այս փոխանցմանը չասավ Նարեկ Պողոսյանը մենք այսօր Նապոլի կազմից բացակայում է Ավակ Վարդանյանը Առաքելյան Ացում վտանգավոր էր և կարողացավ այնպես վելեմ կնդակերությունը Նապոլին Իլյա Վարդանյանն է մատուցել կնդակը Մարկեց անկյունային Ալումյանի հետ, կրկին Վարդանյան, տեսնենք, 80 տուգանային հրապարակ, գնդակը հեռացրեցին Ռեալի խաղացողները Այս պայն տեսնում ենք Շակ Առաքելյանի Համացն ենք տեսել այս խաղում և հիմա վտանգավոր էր Ռեալի պատասխանը տեսանք Շատ բարձր չէ խաղի տեմպը այս պայն վտանգավոր պայս չկան ավելի շատ գնդակով Ապոլի ֆուտբոլիստները
Նապոլին է անցել գրոյի, պենտակը հեռացված է։ Եվ հիմա կարող է հակագրոյել այստեղ Ռեալը, տեսնենք։ Ակյունային կարողացավ վաստակել միայն։ Այս իրավիճակում առաջին կեսի 10 րոպեները անցյալում են արդեն մեզ մոտ, հաշիվը դեռ բացված չէ, և հիմա տեսնենք Ռեալի առաջին անկյունայինը ինչպես կայանը, ոչինչ չպատահեց, ոչ մի վտանգավոր։ Տեսանք, գնդակը անցավ Նապոլին։ Փոփոխություն մեր թիմերի կազմերում էլ հայացան։ Արաբյան շարժվում է առաջ Նապոլին Գոյան դիմակիցների հերոին անգավոր էր Սեյնալ Վանգյանը հարվածեց Checo, get up! Երինա տեսնենք Ալումյան հրաշալի պատխարում, սակայն այստեղ լավ գործեցին Ռեալի խաղացողները Մանուշանյան տեսնենք հիմա Ռեալի գրոյ ինչպես Կայանա խաղընկեր է պտվում այստեղ Ռեալի ֆուտբոլիստը հեռվից էլ փորձեց, շատ վտանգավոր արված էր հարվածը Ռեալի այս խաղում արդեն երկուսներ չեն ընթացել դեռ 13 րոպե խաղից անցել է ոչ մի դիպուկ հարված չենք տեսել երկու թիմերի կատարմամբ էլ ուսնել տեսնում ենք Չեն շտապում և իրենց դեռ ուսումնասիրում են Մանուչարյան և խաղթում նրա այդ պայքարում Տեսնենք այս ստանդարտը Դուգանային հրապարակ Ուսած գնդակը թաթուլի Ենգոյանը Սեյնալ Վանգյան շատ արագ անցավ պատասխան գրվի Նապոլին որը և հաշիվը բացված է մեզ մոտ 1-0 Նապոլին կարողանում է հաշիվը բացել Նարեկ Պետրոսյանն է դառնում գոլի հեղինակ
Նարեկ Պողոսյան 1-0 հանդիպման հաշիվը ի վերջո բացված է մեզ մոտ Ապոլին կարողացավ արագ գրոյի անցնել և այդ գրոյի արդյունքի գոլի վերածել ավելի շուտ ինչու չէ նաև արդյունքի, որովհետև նրանք արդեն հաղթում են խաղում մենք հիմա Ինչպես պատասխանի այդ Ալբանցյան նավատում եք դակը այլ ավելի հանգիստ գործեն խաղացողները նրանք հաշվի մեջ առջևում են այս պահին, բայց հաշիվն էլ 1-0 է և շատ ժամանակ կա բանի ավարտին պես որ պետք չէ խոսել կրկին հետվում է գրոյի Նապոլին և խոսքից վրա կրկնապատկում է հաշիվը իր թիմի Միքայել Արաբյանը դարձավ գոլերինակ Նարեկ Պողոսյանն էլ գոլին ավելացնում է գոլային փոխանցում Միքայել Արաբյան 2-0 Ռեալ Մադրիդի նկատմամբ նորից հրաշալի խաղարկում տեսանք գոլի խաղացողներից և մի փոքր առավելություն ունեն, բայց սա շատ արագ հիմա կարողանում է Ռեալը կրճատել հանդիպում հաշիվը Նարեկ Կարապետյան 2-1 Նարեկ Կարապետյան 2-1 չտեց հանդիպման հաշիվը արագ Ռեալը Արաբյանի գոլին պատասխանեց Նարեկ Կարապետյանը ավելի հետաքրքիր խաղ կտեսնենք Զեյն Ալբանցյան երվից փորձեց փակված է արվածը Զեյն Ալբանցյանի և երկրային հետումը Ալբանցյան Արաբյան և 3-1 դուպլ է գրանցում իր անվան դիմաց Միքայել Արաբյանը Գոլն արձանագրված է բարեկամներ Միքայել Արաբյան 3-1 նորից 2 գոլ է առավելություն է ստանում այս խաղում Նապոլին գոլը գոլի հետևից տեսնում ենք 5 րոպեի ընթացքում 4 գոլ տեսանք միասին 3 Նապոլի կողմից 1-ը Ռեալի Կայացումը կարծես թե նոր է սկսվում Որ գնդակ է հեղինակեց այս խաղարկությունում Միքայել Արաբյանը բարձրացավ երրորդ հորիզոնական ռմբարկումների ցուցակում և միայն զիջում է այս պահին Արցախի խաղացող Արշակ Գևորգյանին և Միլանի հարձակվող Արսեն Բաբախանյանին
Սիրեանը այսօր էլ չոր հանդիպում չի անցկացնի իմ այրվից արված Պողոսյանի կողմից Դուք մոտեցանք առաջին կեսի ավարտին և ընդամենը 5 րոպե մնաց Խաղակեսին Արաբյան Սիրեանը դժվարությամբ փրկեց իր թիմին և ավելացնում է Արաբյանի հարվածին այստեղ Էմանուել Պետրոսյանը 4-1 Էմանուել Պետրոսյան 4-1 Սիրեանի առաջին փրկությունից հետո երկրորդը չկարողացավ փրկել Սիրեանը և ի վերջո Նապոլին արդյունքի հասավ Ռեալն է անցել հերոյի սակայն նորից չստացվեց Դարպասապայից սխալ Մանուչարյան կար մտածեց այստեղ Մանուչարյանը կարողացավ Սուպատարել պահագերոչը և անկյունային Ռեալի օգտին Արուսունյանն է գնդակը մատուցելու Փոխանցում և տեղում էր Թաթուկենգյանը արագ նետեց դիմակիցների հերոյի Արաբյանին հասավ գնդակը նորից ընթացքից արված Սիրեանը երկրորդ փորձից հիմա փոքր անփույթ է գործում արդեն երկրորդ դրվագում Սիրեանը Այդ այս անգամ Արվացավ Սիրեանը վերասկել Շարժը Լոպեն Առաջին կեսի Ռապեցյան Արաբյան կրկին Նապոլին է գնդակով Ողեցին գրոյի եզրը Ալվանզյան Արաբյան և վերջ մտսավարը ոչինչ չի ապրեցնում առաջին կեսն ավարտված է Նապոլին հաղթում է 4-1 հաշվով Ռեալին նվճում կվերադառնանք մի քանի րոպեից Բարեկամներ երկրորդ կեսը մեկնարկեց մեզ մոտ և առաջին կեսից հետո 4-1 հաշիվ Նապոլիի օգտին Առաջին հարվածը տեսանք Խաղակեսի Պետրոսյանը հարվածեց Արեգ Պողոսյանը մեկ անգամ
Ջրեցին Ռեալի գոլը ասում եմ և տեսնենք երկրորդ կեսի ինչպես կանցկացեն թիմերը անկյունային Նապոլի հավարկեց և հիմա շատ արագ վերին չենք թիմերի կազմերը Սիրեանը Նարեկ Կարապետյան Սամվել Արաքելյան Սարգիս Հարությունյան Ալբերտ Նազարյան Նարեկ Դոլյան Գոր Մանուչարյան Նարեկ Միքայելյան Սամվել Ստեփանյան և Աշոտ Համբարձումյան Ապոլի դարպասաբան է Թաթուլի Ենգոյանը Կարո Պողոսյան Հորիկ Զենհավազյան Արման Ակոպյան Արշակ Արաքելյան Իրան Պողոսյան Տիգրան Վարդանյան Դավիթ Վարդանյան Միքայել Արաբյան Ռուբեն Ալումյան Էմանուել Պետրոսյան և Նարեկ Պողոսյան Ծավալն է Վահագն Հակուլյանը Գին Նապոլիներ անցել Կապետյան Ռեալ է գրովում Վից Կարո Պողոսյանը լավնացեց պաշտպանությունը Հեցին գրոյի եզրը և Արաբյանը Կաղացավ պայել այս գնդակը Աշտի սահմաններում Տանգավոր էր Այս երկու թիմերը երկրորդ դիվիզիոնում են նաև մասնակցում իրենց հետ դեռ նրանք առաջին անցկացրել դիվիզիոնի այս սեզոն թիմերի առաջին հանդիպումն է սա երեք խաղ էլ ունեն անցկացնում բարձր ստաղը մեկը երկու լիգայի խմբային երկուսը դիվիզիոն ավելի արդյունավետ է և այս պահին հաղթում է Նապոլին Երվից ալված վտանգավոր է Արաբյան ընթացքից գործ
քանի փորձեր կատարել են Նապոլիի նահատակները այս տակեսում իրեր են գրանցվել Մանուչարյան և անցավ Արակ Գրոյի Ռեալը եզրային ներկոտ Ռեալը այս վիճակում Կին հրաշանի պաշտպանները Նապոլիի լավ գրով կարող է հիմա լինել Նապոլիի սակայն Ռացովի փոխանցումը անցավ կատարակ վերամասեց Նապոլիին հրաշալի փոխանցում խորքից և բարձր էր արվածը այստեղ Թացքից արված վտանգավոր էր դժվարությամբ Օգուսյան կվեց Ռեալը նորից Պետսյան արված տանգավոր էր փորձից միայն կարողացավ գնդակը վերցնել Շատուրի Գոյանը որ բան փորձեց անել Ռեալը Սալվեցին ի վերջո ները կարող է հակագրոյել այստեղ Նապոլիին երկու թիմերի մոտ են խալները Մանուչարյանն է արվածում Օսյան
Ալմանզյան վերցրեց գնդակը և շապազանցուները կատարեց Շակառակ Իլյանը եկավ պաշտպանությունից Ռեալը և կարող էր աշալի գրող կառուցել և այդպես էլ արեցին Ռեալի խաղացողները հանդիպման հաշիվը դարձավ 4-2 Եվ իմ այլ երվից փորձ Զեյն Ալմանզյանից վտանգավոր էր տեսնում ենք Ռեալը փոքր ակտիվացավ շալեանցումներ վերջո խլեց գնդակը Ռեալը կարող են նրանք գրոել Չարյան Կարապետյանի հետ է խաղարկում Կարապետյան և անկյունային Պասից Ջորջ տուրում Եվրոպա լիգայի խմբային փիզմի երորդ այսինքն կկայանա
Եվ Ռեալը սավա այս պային խմբի առաջատար Արցախի հետ ինչ ապասած բար Արցախից Ռեալի համար իսկ Նապոլին ուժերը կչապի Բիգլիոնի հետ չունի միավոր չունի այս պային վտանգավոր արված Նարեկ Գևորգյանը արեց Նապոլինը անցել հերոյի Առաքելյան արվածը պակեցին Արշակ Առաքելյանի Պողոսյան երթական խլումը, Պողոսյան և խորցեց ընձինքը, եզրապակել անդրադարձել, եղավ անկյունային հակված է Պողոսյան, փոխացում և ասավ գնդակը Սիրյանին Չինինգ ռոպեները հանդիպման ավարտին ժամանակ ունեն Ռեալի խաղացողները
Փոխանցում Անուչարյանից Հələ փորձում է նորից արագ կրճատել հաշիվը Կային այս պային Պոլին հրաշալի է Հիմա դուրս եկավ իրտեղից Սիրյանը վտանգավոր կարող լինել Պողոսյան արված և գոլ Ամույն սխալը Սիրյանի այստեղ Վերջո ճակատագրական եղավ, խաղի ելքն էլ կարծես թե վճռվում է Միրան Պողոսյան 5-2 ներողություն Միրան Պողոսյան 5-2 խաղի ելքը վճռված է Ապոլին այսօր մի վերջո միավորով դաշտը կլքի իր առաջին հաղթանակը նրան կտանեն Եվրոպա լիգայի խմբային փուլում ամենը 1 րոպե մնաց խաղի ավարտին և Ռեալն էլ իր առաջին պարտությունը կգրի Եվրոպա լիգայում նորից անկայում խաղ Ռեալի կողմից Եվ կրկին Նապոլին է անցել գրոյի Պողոսյան Տեսնում ենք փոքր Լավ հանդիպում չի անցկացնում Ռեալի դարպասապան Սիրյանը Քանի դերվագներում սխալվեց և սխալներն էլ Կատագրական դարձան իմ համար Որ կարող է լինել և նորից կրճատում է հանդիպման հաշիվը Ռեալը, սակայն վրցավարը խաղի դերվագը դիտելու է վերջին, տեսնենք ինչ որոշում կկայացնի Խաղի մրցավարը դիտեց դերվագը գոլը արձանագրված չէ Ռեալ Մադրիդի, որովհետև եզրային նետման ժամանակ փոխանցումից հետո դարպասապատ ձեռքով վերցրեց գնդակը դա սահմաններից դուրս է և հիմա ազատ հարված է վաստակել վերջին րոպեին Նապոլին լավ հնարավորություն դարձնելու տեսնենք Սավրիցունի չկա Պողոսյան հարվածը պակեցին Եվ անկյունային անկյունայինը կարող եք տեսնել այս խաղի կարծես թե Պողոսյան լեցին Զեյնալ Վանզյանից գնդակը և վերջ մրցավարը սուլում է խաղն ավարտված է Նապոլին 5-2 հաշվով հաղթում է առաջին հաղթանակն է տանում այս խաղարկությունում այսքան այս խաղի համար միջում կվերադառնանք մի քանի րոպեից